Փոքր միջուկային ռեակտոր մեծ աշխարհաքաղաքական ռիսկերով Նիկոլ Փաշինյանը խոստանում է նոր ռեակտոր կառուցել, որը հեռու կլինի քաղաքական ազդեցություններից։ Կարճ ասած, նպատակը, որ միջուկային նախագիծը լինի միայն կոմերցիոն, բայց արի ու տես, որ բանակցությունների սեղանին արդեն 5 տերության առաջարկներ կան, եւ օդում կախված լուրեր, թե թուրքական ընկերությունները նույնպես հետաքրքրված են։ Իսկ փորձագետը մեկ կարևոր բայցի մասին է հիշեցնում։ Ցանկանալ կառուցելը եւ կառուցելը դրանք տարբեր բաներ են։ Ես հստակ գիտեմ, որ իրանք բանակցի գործընթացում կոմերցիոն մեկի հետ չունեն եւ ոչ մի առաջընթաց։ Այսինքն PR-ն աղմուկ օրյան կանոն որ հեսան ռեակտոր այն կառուցում իրականությանը բացարձակ չի համապատասխան։ Բայց այդուամենայնիվ, եթե անգամ որոշվի կառուցել այդ ռեակտորը, կողմնակի նոր հարցեր են առաջ գալիս։ Տնտեսական մակարդակում Հայաստանը չունի բավարար մասնագիտական ու ինժեներական ռեսուրսներ նոր տարբեր տեսակի ռեակտորների համար։ Մեծամորի ատոմակայանը, որը 400 մեգավատ հզորությամբ գործող ռեակտոր է, միայն հիմա ապահովում է ռուսական ստանդարտների պահանջները, իսկ նոր, օրինակ 1200 մեգավատանոց մոդուլային ռեակտորի դեպքում անհրաժեշտ կլինի ամբողջապես նոր սպասարկող ենթակառուցվածք եւ մասնագիտական բազա, ինչն այժմ ուղղակիորեն չկա։ Կա մեծամորի համակարգը կառուցված, որտեղ ցանկացած ռեակտորի շուրջ պետք է կառուցվի շատ մեծ սպասարկող համակարգը։ Մեծամորում դա կա։ Ինքը կառուցված է եղած ժամանակին 4 ռեակտորի համար, հիմա աշխատում է մեկը։ Այսինքն երկրորդ ռեակտորը այդտեղ հնարավոր է կառուցել։ Մնացած այլ տիպի ռեակտորների համար, որոնք տեխնոլոգիական այլ լուծումներ, այլ պահանջներ ունեն, չէ, մենք դրա համար ոչ մի հնարավորություն չունենք, ոչ մասնագիտական, ոչ ինժեներական, ոչ սպասարկման, դրանք մեր շատ թանկ են։ Մինչև երկիրը քննարկում է նոր ռեակտորի կառուցման հնարավորությունները, էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը հիշեցնում է նոր միջուկային կայանի կառուցումը միայն ցանկություն չէ, դա երկարաժամկետ ռազմավարական քայլ է, որը պետք է համընկնի մեծամորի գործող ռեակտորի շահագործման եւ համապատասխան մասնագիտական ռեսուրսների հետ։ Դրանից զատ մեծամորի գործող ռեակտորը, որը նախագծված էր 4 էներգաբլոկի համար, միայն մեկով է աշխատում եւ նոր ռեակտորի համար անհրաժեշտ կլինի ամբողջովին նոր հարթակ, երկարաժամկետ վերապատրաստում եւ ֆինանսական մեծ ներդրումներ։ Դրանից զատ պետք է օգտվել այն երկրների առաջարկներից, որոնք պատրաստ են աջակցել այն կառուցելու հարցում, քանի որ ամբողջ աշխարհում միջուկային ռեակտորի մասնագետ երկրներ 1-2 ձեռքի վրա հազիվ թե հնարավոր լինի հաշվել։ Մեզ պետք է հասկանալ, թե մենք ինչ կայան ենք ուզում, ինչ զորություն է մեզ պետք։ Խնդիրը մեր մեջ է, այսինքն որոշումը պետք է կայացվի, թե մեզ ինչ ռեակտոր է պետք, ինչ զորության, ինչ դիզայնի։ Հետո նոր գնալ այնտեղ, եթե մենք հարցը դնենք պետություններով միանշանակ մենք դուզելու ենք, որովհետեւ ցանկացած գերտերության արժեքի ավանդրես զուտ այդ տրամաբանությամբ ապա մյուսի մոտ խոսափորեն խանդես առաջացնել։ Ըստ Ավետիսյանի գլխավոր հարցը լինելու է բացառապես մասնագետները, քանի որ Հայաստանի երիտասարդ մասնագետները դեռ պատրաստ չեն այս լուրջ մարտահրավերին տարբեր պատճառներով։ Այս պահին պրոֆեսիոնալների խնդիր չունենք այս պահի գործողի համար, բայց հետագայի համար բնականաբար պետք է վերապատրաստումներ իրականացվել եւ կադրային խնդիրը բավականին ուժ է, այդ թվում էներգետիկայում, այդ թվում ատոմային էներգետիկայում առավել ևս։ Ինքը հրապուրիչ չի որպես մասնագիտություն ներկայիս երիտասարդների համար, որտեղ բարդ է եւ այնպես չի վճարվում, ինչպես կվճարվում է, ասենք, այլ IT ոլորտը եւ այլն։ Այդ խնդիրը կա, բայց դա համակարգային լուծում է պահանջում։ Փորձագետները հիշեցնում են մեծամորի գործող ռեակտորը, որը կառուցվել է 4 ռեակտորի համար, այսօր աշխատում է միայն մեկով եւ միայն տեսականորեն հնարավոր է երկրորդ ռեակտորը այնտեղ տեղադրել։ Սակայն ցանկացած նոր մոդուլային կամ բարձր հզորությամբ ռեակտոր պահանջում է ամբողջովին նոր սպասարկող ենթակառուցվածքներ, մասնագետների երկարաժամկետ պատրաստում եւ մեծ ֆինանսական ներդրումներ։ Անե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։